Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 24։ Աստված գործածում է մարդկանց իր խոսքը հռչակելու համար։ Կարծում եմ քրիստոնյաների մեծ մասը կցանկանար փախչել որևէ անվտանգ, հանգիստ լեռնային հանգստավայր, շրջապատող ապականությունից խուսափելու համար։ Շատերը հուսահատված ասում են. «Ինչ կարող է անել մեկ քրիստոնյան այս բարոյական անկման դեմ, ինչ կարող է անել մեկ եկեղեցին այսպիսի հսկայական վայրի ապականված քաղաքում։ Ես պարզապես պետք է մոտ մնամ Տեր Հիսուսին, որպեսզի չքշվեմ այս ջրհեղեղով»։ Մյուսները մտածում են. որպես համեստ քրիստոնյա կարո՞ղ եմ արդյոք ինչ-որ բան անել։ Ես ոչ գումար ունեմ, ոչ կրթություն, ոչ ազդեցություն, միայն սեր ունեմ Տեր Հիսուսի հանդեպ։ Մենք հաճախ սպասում ենք, որ Աստված կգործի երկու ձևերից մեկով, կամ կուղարկի իր Սուրբ Հոգու գերբնական հեղեղը բազմություններ բերելու իր թագավորություն, կամ կուղարկի դատաստան մարդկանց ծնկի բերելու համար։ Սիրելիներ, սա Աստծո ճանապարհը չէ իրավիճակ փոխելու չար օրումը։ Նրա կործանումը վերականգնելու ճանապարհը միշտ եղել է սովորական տղամարդկանց և կանանց միջոցով, որոնց նա դիպչել է։ Նա դա անում է, նրանց լցնելով իր Սուրբ Հոգով և մեծ հավատքով ու զորությամբ մարտի ուղարկվելով։ Այսօր Աստված բարձրացնում է մարդկանց սուրբ ծառայություն, ովքեր ամբողջությամբ նվիրված են խոսքին և աղոթքին։ Նրանք ոչ մեկին չեն տնօրինում։ Նրանք հոգատար տղամարդիկ և կանայք են կոտրված սրտերով, ովքեր ուրիշ նպատակ չունեն, քան Աստծուն փնտրելը, լսելը և հնազանդվելը։ Տերը նաև ձեզ է կոչ անում անհապաղ ծառայության։ Նա կարիք ունի սովորական տղամարդկանց և կանանց, հասարակ մարդկանց։ Նա գործածում է այնպիսի մարդկանց, որոնց քահանայապետները անվանում են առանց ուսմունքի և տգետ։ Աստվածաշունչն ասում է, որ Պենտեկոստեի օրը վերնատանը բոլորը Սուրբ Հոգով լցվեցին։ Նրանք բոլորը դարձան հզոր համարձակությամբ Տեր Հիսուսի հզոր վկաներ։ Սուրբ Հոգով լցված հավատացյալների թվում էին ոչ միայն Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և այլ հայտնի աշակերտներ, այլև այրիները, երիտասարդները, ծառաները և աղախինները։ Ուրեմն քաջալերվեք և ականջ դրեք։ Դուք կոչված եք ծառայության։